Թրիփի հետ կապված օրինակ ինչպիսին է ձեր մոտեցումը։ Լավ, դուք որպես հայ, որպես Հայաստանի բնակիչ, դուք ո՞նց եք պատկերացնում Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ո՞նց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերությանը։ Դա նորմալ է համարում։ Իրանը դա ո՞նց կընդունի։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Սենց մարդկային առումով։ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հայաստանի կառավարությունը, եթե սկսեմ sense թվարկել, թե ինչերի մեջ է վստահած, որ Շուշի ու Հադրութ հետաբերելու Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է եւ այլ եւ այլ։ Ինչն է վստահեցնում։ Դուք տրամաբանված փորձեք ինքներդ գնահատել, sense նայեք, ասեք, պատերազմի մեջ գտնվող երկրներ եւ հայ-իրանական սահմանը դու հանձնում ես ամերիկացիների։ Իրանը դա ո՞նց պիտի ընդունի։ Դուք ինչպես եք դա պատկերացնում Ռուսաստանի ներգրավմամբ, Չինաստանի։ Ես բազմից ասել եմ, պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի։ Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախճեվանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Պարոն Քոչարյան, եթե այդ պետություններին հնարավոր լինի ներգրավել, իշխանությունը կներգրավի, չի ուզում ասել հնարավոր է ներգրավել, չեն ներգրավում եւ դուք Չեն զբաղվում ընդհանրապես, հարցը չեն դրել։ Դուք Ռուսաստան-Չինաստան եք ակտիվ։ Այո, օրինակ Ռուսաստան, օրինակ Չինաստան, իսկ քիչ կարելի Չինաստանը։ Հիմա ոչ թե չեն զբաղվում, չեն էլ ուզում զբաղվել եւ ես համոզված եմ, որ հնարավոր է։ Հիմա եթե գնաք դուք քաղաքացի եք, գնաք ճիշտ քվեարկեք, ընտրեք մի իշխանություն, որը պատրաստ է ջանք գործադրել այդ նպատակին հասնելու համար, ես ձեզ երաշխավորում եմ, այդ ֆորմատը կփոխենք։ Դրա համար ասում եմ երկու տարբերակ, մեկը Հայաստանը ինքը դա ստեղծում է, ինքը վերականգնում է այդ ամենը, ասում է այդ հնարավորությունը ես տալիս եմ, կամ փորձում է ներգրավել այլ պետություններ։ Ամենից հեշտ բանը դա լինելու։ Ժամանակին հաջողվել է, չէ՞, ունենալ ֆորմատ Մինսկի խմբի, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Աշխատել է այդ ֆորմատը, աշխատել է։ Ով է հրաժարվել այդ ֆորմատից։ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն հնարավոր է